Հրապարակ թերթը գրում է. ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է։ Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում։ ՔՊ-ի թեկնածուն ներկայում Բաստանյալի աթոռին է, դատվում է ծանր մեղադրանքով անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար։ Այս գործողությունները ըստ քննիչների նա իրականացրել է 2 տղամարդու հետ։ Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի հունվարի 31-ին ԱՀ-ի և ԳՄ-ի հետ մեկը մյուսի գործողությունները լրացնելով հարվածներ են հասցրել ԱԿ-ի մարմնի տարբեր հատվածներին, հնչեցրել հայհոյանքներ, վերջինիս պատճառելով հոգեկան ուժեղ ցավ և տառապանք, ասված է մեղադրականում։ Գործով վերջին նիստը փետրվարի 5-ին էր Վանաձորի դատարանում, հաջորդը փետրվարի 12-ին է։ Գործով անցնող 3 ամբաստանյալներից մեկը Զալիկոյի եղբայրն է Ալիկ Համբարյանը, տուժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանում միջազգային բարձր մակարդակի այցելությունների եւ արտաքին դերակատարների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի նկատմամբ հանրային արձագանքը միշտ էլ արտահայտվել է հույզերով ու երբեմն չափազանցված սպասումներով։ Հենց այստեղ է, որ առաջանում է այցելությունների եւ նրանց ակնկալվող հետևանքների վերաբերյալ վերացական ու իրական սպասումների բախումը, ուր հանրային զգայական նկատումները գերակշռում են քաղաքական վերլուծության սառնությամբ։ Երբ երկրի համար առանցքային տերությունների պատվիրակություններ են գալիս Հայաստան, հանրային դաշտի մի զգալի հատվածի շրջանում արմատավորվում է այն համոզմունքը, որ տվյալ այցով ոչ միայն Հայաստան հյուրընկալվող երկիր հարաբերություններն են նոր թափ ստանում, այլև տրվում է ազդակ, թե տեղի է ունենում շրջադարձ բեկումնային փոփոխություն տարածաշրջանային զարգացումների եւ երկրի ապագայի հարցում։ Օրինակ ԱՄՆ փոխնախագահի, Ֆրանսիայի նախագահի կամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները շատ հաճախ ընկալվում են որպես երաշխիք, թե Հայաստանը կփոխի իր ռազմավարական կողմնորոշումը, կկտրի կապերը Ռուսաստանի հետ կամ ձեռք կբերի նոր անվտանգային ու տնտեսական հովանոց։ Սակայն իրականության մեջ այցերն իրենցից ներկայացնում են աշխարհաքաղաքական հարաբերությունների ռազմավարական խճանկարների փոքրիկ դրվագներ, որոնք սովորաբար չեն հանգեցնում ակնթարթային, առավել ևս արմատական տեղաշարժերի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը 3 ՔՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ԿՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։ Անդրադառնալով եպիսկոպոսատ ժողովն արտերկրում հրավիրելուն, ասաց. Հայաստանից դուրս եպիսկոպոսատ ժողով հրավիրելու խորքային նախաձեռնությունը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքերում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն է, նշեց նա։ Փաշինյանը հայտարարեց նաև, որ հարկ եղած դեպքում լրացուցիչ միջոցների կդիմի սպառնալով եւ տողատակում հասկացնելով, որ անգամ ուժ կկիրառի։ Ստացվում է, որ փետրվարի 16-ից 19-ին կայանալիք եպիսկոպոսատ ժողովը վտանգված է։ Վտանգված է նաև կաթողիկոսի եւ եպիսկոպոսների անվտանգությունը։ Հրապարակ թերթը գրում է. Իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը ՄԱՍԿ պետական ռեգիստրի գործակալությունը 3 վերջապես գրանցել է։ Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հասցեով հիմքում դնելով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել շտկելու բաց թողումները եւ ամիսներ շարունակ սպասում էին պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։ Հրապարակ թերթը գրում է. Որոշ տեղեկություններով Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ պահվողների հատվածներում, կուսարաններում ակտիվ բեռնաթափման աշխատանքներ են այժմ իրականացվում։ Մեզ ասացին, որ նախնական կալանքի հատվածները հիմա ազատում են։ Դատարանները մեծ թվով որոշումներ են կայացնում, ոմանց դատավճիռներն են արագացնում, մյուսների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառում։ Օրինակ տնային կալանք, վարչական վերահսկողություն։ Տեղեկություններ կան, որ նման հրահանգ է իջեցվելիս, թե որն է դրա նպատակը, առայժմ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով 3 մոտ 400 ՔՊ պատվիրակ մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ ձևավորվելիք ներքին ընտրություններին։ Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր եւ վաղը նախատեսված ընտրությունները գուցե շուտ ավարտվեն, քանի որ պատվիրակների գրեթե կեսը քվեարկել է։ Քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո ՔՊ-ականները կսկսեն հաշվարկ իրականացնել։ ՔՊ հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա հստակ պատկեր ներկայացնել։ Այս պահին ՔՊ-ում ներքին քարոզարշավ է ընթանում։ Բոլորը իրենց ֆեյսբուքյան էջերում դիմում են ՔՊ-ի 1000 պատվիրակներին, խնդրելով իրենց ձայն տալ։ ՔՊ-ականներին արգելվել է բացի իրենց սոցիալական էջերից, այլ հարթակներում քարոզարշավ իրականացնել։ Թեև շատերը հեռախոսներով եւ տարբեր հանդիպումներով իրականացնում են ձայներ որսալու տարբեր քայլեր։